Որպես իրավաբանական ոլորտի մասնագետ, անհրաժեշտ եմ համարում հստակ դիրքորոշում ներկայացնել ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ նախաձեռնված քրեական գործընթացի վերաբերյալ։ Այս տեսակետը հրապարակել է Արման Թաթոյան, ով ղեկավարում է Միասնության թևեր քաղաքական նախաձեռնությունը։ Նա ընդգծում է, որ երկրից դուրս չգալու սահմանափակումը իրավական առումով հանդիսանում է խափանման միջոց, որը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ առկա է հիմնավոր վտանգ՝ մեղադրյալի փախուստի, նոր հանցագործության կատարման կամ դատավարական պարտականությունների չկատարման։ Այստեղ առաջ է գալիս հիմնարար հարց. ինչ փախուստի ռիսկի մասին կարող է խոսք լինել մի մարդու պարագայում, որի մշտական բնակավայրը Սուրբ Էջմիածինն է, եւ որի ողջ կյանքը կապված է այդ սրբավայրի հետ։ Որտեղ կարող է ըստ իրավապահ մարմինների տրամաբանության փախչել հազարամյակների պատմություն ունեցող հոգևոր ինստիտուտի առաջնորդը։ Եթե իրավապահ համակարգը չի կարող ներկայացնել հստակ եւ համոզիչ հիմնավորում, ապա տվյալ գործընթացը զրկված է իրավական հիմքից։ Իսկ իրավական հիմք չունեցող ցանկացած գործողություն իրավունքի լեզվով բնութագրվում է որպես կամայականություն։ Սակայն խնդիրը չի սահմանափակվում միայն մեկ որոշմամբ։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի վերջին հրապարակային հայտարարություններից հետո նախաձեռնված քրեական գործընթացը չի կարող դիտարկվել որպես արդարադատության իրականացում։ Սա ավելի շուտ պետական իրավապահ կառույցների օգտագործման օրինակ է քաղաքական ճնշման նպատակով։ Երբ իշխանական մեխանիզմները ուղղվում են կաթողիկոսարանի եւ կաթողիկոսի դեմ, դա այլևս հանցավորության դեմ պայքար չէ։ Դա հարված է մի ինստիտուտի, որը պատմականորեն սրբազան է, գոյություն ունի դարեր շարունակ եւ շատ ավելի հին է, քան ցանկացած քաղաքական ուժ կամ գործիչ։ Եկեղեցու ներքին կյանքին վերաբերող հարցերը՝ ձեռնադրություն, կարգալուծ անել, հոգևոր կառույցի կազմակերպում, չեն կարող եւ չպետք է գտնվեն գործադիր իշխանության կամ իրավապահ մարմինների իրավասության շրջանակում։ Եվրոպական որևէ պետությունում, որի արժեքներին եւ չափանիշներին ձգտում է ներկայիս իշխանությունը, պատմական եկեղեցու առաջնորդը չի ենթարկվում քրեական հետապնդման քաղաքական շարժառիթներով։ Ամենից մտահոգիչը, սակայն, ավելի խորքային խնդիրն է։ Ինչպես է հնարավոր, որ նման ակնհայտ իրավական խախտումները դառնան իրականություն վարչապետի պաշտոն ունեցող անձի պարագայում։ Պատճառն այն է, որ երկրում ձևավորվել է անձնիշխանության եւ կուսապետության մոդել, որտեղ պետական համակարգը ծառայում է ոչ թե հանրային շահին, այլ մեկ անձի քաղաքական նպատակներին, իսկ պատասխանատվության մեխանիզմները փաստացի չեն գործում։ Հայաստանին անհրաժեշտ է իշխանություն, որը չի վախենում եկեղեցուց եւ ունի բավարար իմաստություն նրա դեմ առճակատում չսկսելու համար։ Ներկայիս իշխանությունը իր ապօրինի գործողություններով չի հաղթահարել այս հիմնարար փորձությունը։ Իրավաբանական շրջանակներից որևէ հստակ հայտարարություն չի հնչել այն մասին, որ Սամվել Կարապետյանը իրավական առումով չի կարող առաջադրվել վարչապետի պաշտոնում։ Իսկ եթե նման սահմանափակումների մասին մասնագիտական կարծիք չկա, ապա կարելի է եզրակացնել, որ իրավական խոչընդոտ առկա չէ։ Մեր ձևով շարժման գործողություններն էլ դժվար թե լինեն պատահական։ Ակնհայտ է, որ նախաձեռնության ներսում հաշվարկված են հնարավոր սցենարները եւ գնահատված իրավական ու քաղաքական ռիսկերը։ Հետևաբար թեկնածության հարցը ներկայացվում է որպես կանխամտածված քայլ, ոչ թե պատահական զարգացում։ Այնուամենայնիվ, առավել հետաքրքիր է իշխանական շրջանակների արձագանքը։ Եթե իշխող ուժը վստահ է իր ընտրական առավելությանը, ապա ինչու է այդքան սևեռված այն թեզի վրա, թե տվյալ անձը չի կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Եթե սահմանադրությունը, ինչպես պնդվում է, հստակ արգելք է սահմանում, ապա անհանգստանալու պատճառը ո՞րն է։ Սահմանադրական կարգի նկատմամբ հարգանք հայտարարող իշխանությունը սովորաբար չի ցուցաբերի հուզական եւ կտրուկ հակազդեցություն մի իրավիճակի, որն իրավաբանորեն անհնար է։ Քննադատության առանցքում դրվում է նաև վերջին տարիներին դատական համակարգի շուրջ տեղի ունեցած գործընթացների թեման։ Հիշեցվում են նախկինում նախաձեռնված սահմանադրական փոփոխությունների փորձերը, դատական համակարգի վերափոխման ծրագրերը եւ սահմանադրական դատարանի կազմի փոփոխությունները։ Ըստ քննադատական գնահատականի, այդ քայլերը մեկնաբանվում են որպես իշխանության կողմից դատական համակարգի վրա ազդեցություն մեծացնելու փորձեր։ Ավելին, շեշտադրվում է, որ իրավական դաշտում վարչապետի
թեկնածուի հարցը նախապես պարտադիր ներկայացման պահանջ չունի։ Ըստ իրավաբանների մեկնաբանությունների, սահմանադրությունը չի պարտադրում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին նախօրոք ներկայացնել վարչապետի թեկնածու։ Վարչապետն ընտրվում է արդեն ձևավորված ազգային ժողովի կողմից։ Նշվում է նաև, որ սահմանադրության 148-րդ հոդվածը չի դասվում այն դրույթների շարքին, որոնք ենթակա են բացառապես հանրաքվեով փոփոխման, այսինքն այն կարող է փոփոխվել խորհրդարանական ընթացակարգով, անհրաժեշտ մեծամասնության ապահովման դեպքում։ Այս համատեքստում պնդվում է, որ թեկնածության շուրջ բարձրացված աղմուկը ավելի շատ քաղաքական բնույթի է, քան իրավական։ Վերջնական որոշումը ըստ այդ դիրքորոշման կախված է ընտրությունների արդյունքներից եւ խորհրդարանական մեծամասնության ձևավորումից։ Միևնույն ժամանակ հնչում է կոչ պահպանել քաղաքական հանդարտություն, չսրել իրավիճակը եւ սպասել ընտրական գործընթացի արդյունքներին առանց վարչական կամ իրավապահ լծակների կիրառմամբ ճնշումների։ Վերջին օրերին հրապարակվեց տեղեկություն, ըստ որի քրեական վարույթ է նախաձեռնվել Գարեգին Բ-ի նկատմամբ, ինչպես նաև սահմանափակվել է նրա Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունքը։ Այս որոշումը կայացվել է այն ժամանակահատվածում, երբ նախատեսված էր նրա մասնակցությունը Ավստրիայում անցկացվելիք եպիսկոպոսաց ժողովին, ընդամենը մի քանի օր առաջ։ Տեղեկությունն ակտիվ արձագանք է ստացել ադրբեջանական տեղեկատվական դաշտում։ Տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում Hakin.az, Minval.az, APA, Oxu.az, Media.az եւ այլ հարթակներ լայնորեն անդրադարձել են այս թեմային։ Ադրբեջանում թե փորձագիտական շրջանակներից, թե պաշտոնական եւ կրոնական կառույցներից նախկինում բազմիցս հնչել են հայտարարություններ, որոնցում հայ առաքելական եկեղեցին ներկայացվել է բացասական բնորոշումներով։ Այդ գնահատականներում այն բնութագրվել է որպես ադրբեջանական ընկալմամբ նացիոնալիստական եւ ռևանշիստական գաղափարների կենտրոն, իսկ կաթողիկոսը որպես այդ գաղափարների կրող։ Այս ֆոնին Հայաստանի ներսում տեղի ունեցած իրավական գործընթացը Ադրբեջանում մեկնաբանվել է որպես զարգացում, որն առիթ է տվել հրապարակային արձագանքների եւ որոշ դեպքերում բացահայտ դրական գնահատականների։ Վերլուծաբանները դա կապում են երկու երկրների միջև առկա լարված հարաբերությունների եւ տեղեկատվական պայքարի համատեքստի հետ։ Ամեն տարի փետրվարի 15-ին աշխարհում նշվում է մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը ICCD, որի հիմնական առաքելությունն է հասարակության ուշադրությունը հրավիրել մանկական քաղցկեղին, ինչպես նաև այն դժվարություններին, որոնց առերեսվում են հիվանդ երեխաները, դեռահասները, բուժում ստացած անձինք եւ նրանց ընտանիքները։ Հայաստանում երեխաների ուռուցքաբանական եւ արյունաբանական հիվանդությունների բուժօգնությունը կազմակերպվում է առողջության համընդհանուր ապահովագրության եւ բնակչության առողջության պահպանման պետական ծրագրերի շրջանակում, նաեւ City of Smile բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն 2024 թվականին Հայաստանում գրանցվել է մոտ 130 նոր դեպք մանկական քաղցկեղի։ Միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ հատկապես արյան քաղցկեղի բուժման արդյունավետությունը մեր երկրում բավական բարձր է։ Հիվանդների շուրջ 75-80%-ը հասնում է լիարժեք առողջացման, ինչը համադրելի է եվրոպական առաջատար երկրների ցուցանիշների հետ։ Առողջապահության նախարարությունը օնկոհեմատոլոգիական հիվանդություններով երեխաների եւ դեռահասների համար նախատեսված դեղերի մատակարարումն իրականացնում է հաստատված կլինիկական ուղեցույցների համաձայն։ Յոլյան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնում իրականացվում են ոսկրածուծի եւ արյունաստեղծ ցողունային բջիջների աուտոփոխպատվաստումներ, իսկ 2021 թվականից նաեւ ալոգեն փոխպատվաստումներ։ 2025 թվականին պետական պատվերի շրջանակում կատարվել է 6 երեխայի ոսկրածուծի արյունաստեղծ ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում եւ 1 ալոգեն փոխպատվաստում։ Նույն կենտրոնում 2023 թվականից գործում է մանկական եւ դեռահասների քաղցկեղը հաղթահարածների կլինիկան։ Այն եզակի նախաձեռնություն է Հայաստանում եւ ապահովում է երկարաժամկետ, համակարգված եւ բազմապրոֆիլ բժշկական հսկողություն քաղցկեղից բուժված երեխաների եւ դեռահասների համար։